Open Media-ի Renews լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու ներկայացնել Հայաստանի եւ աշխարհի լուրերը բազմակողմանի մեկնաբանություններով, փորձագիտական կարծիքներով եւ անկողմնակալ լուսաբանմամբ։ Առաջին լուրը կրկին եկեղեցական օրակարգից է, հոգևոր աշխարհ եւ իշխանություն։ Վերջին օրերին եկեղեցի պետություն երկխոսությունը ներքաղաքական լրահոսի հիմնական վեկտորն է։ Վարչապետն արդեն ամենօրյա դարձած գրառումներով ամենայն հայոց կաթողիկոսի հեռանալը օրակարգային առաջնահերթություն է դարձրել։ Փաշինյանը դիմել է հայ եկեղեցու հետևորդներին ու ասել, մեջբերում եմ, մեզ անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ վերընշված օրակարգի կազմակերպման հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, ովքեր a. իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին, b. գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, g. վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, d. ամեն օր աղոթում են, e. հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։ Փաշինյանը նաեւ մանրամասներ է հաղորդել համակարգող խմբի անդամ դառնալու պայմանների մասին եւ հավելել, որ առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնի իր վրա։ Մայրաթորը սակայն վարչապետի առաջարկած օրակարգին եւ պահանջներին դեռ չի արձագանքել։ Ով կմտածեր, որ ամենահաճախ մեջբերվող հեղինակներին փոխարինելու կգա սահմանադրության 18-րդ հոդվածը։ Մեջբերում եմ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Հոդվածի երկրորդ կետը հուշում է Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Կաթողիկոսի վարքը քննարկելու իրավասությունը ազգային եկեղեցական ժողովինն է, թե պետությունն էլ կարող է իր դերն ունենալ այս գործընթացում։ Կուսակրոնության կարելիների եւ չի կարելիների հետքերով գնացել է իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Մինչ վեհապարը Արաբական Միացյալ Էմիրություններում ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ քննարկումներ է ունենում, երկրի քաղաքական իշխանությունը նրա փոխարինման հարցն է բերել օրակարգի առաջին կետ։ Վարչապետ Փաշինյանն առաջարկում է համակարգող խումբ ձևավորել աշխարհիկ դաշտում եւ փոխել կաթողիկոսին։ Խմբի անդամների չափանիշներն էլ է գրել. a. Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը Հիսուս Քրիստոսին, b. գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, g. վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահք, d. ամեն օր աղոթում են, e. հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխանում է մեր նախնիների սուրբ ավանդին։ Հոգու աչքերով է պատրաստվում ստուգել, թե արդյոք տեխնացուները համապատասխանում են այս չափանիշներին, հասկանում է, օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, Աստծո օգնությանն է ապավինում Փաշինյանը, այս ճանապարհով է ուզում կաթողիկոսին հեռացնել։ Սա փաստ է, եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, Գարեգին երկրորդը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Վարչապետի օրն արդեն օր չի, եթե եկեղեցուն չի հիշում։ Մի քանի օր պնդում էր, կաթողիկոսը զավակ ունի, հետևաբար խախտել է կուսակրոնության ուխտը եւ դրա համար հանձնախումբ է հավաքում։ Առաջին 10 անդամին էլ ինքը կընտրի, չնայած 7 տարի առաջ ասում էր. Վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Այս է իմ դիրքորոշումը։ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, բայց եկեղեցու ներքին գործերին միջամտելու արտոնություն պետությունը ոչ օրենքով, ոչ սահմանադրությամբ չունի։ Երբ որ եկեղեցու ներսում տեղի ունենում որևէ հոգևորականի, այդ թվում դա վերաբերել է եւ միջնադարին եւ մեր օրերին, երբ որ որևէ հոգևորական, այդ թվում կլինի ամուսնացյալ կամ կուսակրոն, խախտում է հայոց եկեղեցում կանոնակարգված ավանդույթի ուժով կամ կանոնով սրբագործված մի սովորություն, մի կանոն, մենք եկեղեցում ունենք համապատասխան գործիքները, ունենք կանոնական իրավունքի ուժ ունեցող մարմիններ, որոնք քննության են առնում որևէ հոգևորականի ընթացքը։
Կաթողիկոսի դեպքում մի փոքր այլ է։ Երբ կաթողիկոսի անվան շուրջ են նման տվյալներ շրջանառվում, հրավիրվում է ազգային եկեղեցական ժողով։ Այն կարող է հրավիրել կաթողիկոսը կամ ժողովի անդամների 2/3-ը։ Ազգային եկեղեցական ժողովում թեմերի ներկայացուցիչներ կան, եպիսկոպոսներ, եւ միայն նրանք կարող են որոշում ընդունել, անգամ կարգալույց հռչակել կաթողիկոսին։ Պետությունն այս մասով որևէ անելիք չունի։ Տեր Արարատը նշում է նաև, որ կաթողիկոսները հաճախ են թիրախավորվում, ոչ միայն մեր ժամանակներում։ Տվյալ դեպքում էլ եկեղեցին այս մեղադրանքները նոր չի լսում, այս մեղադրանքները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ հնչել են եւ եկեղեցական պատկան մարմիններից որևէ մեկը երբևէ դա քննության առնելու կարիք չի տեսել։ Ես կարծում եմ, որ ապագայում եւս կապ չունի ով ինչ մեղադրանք է հնչեցնում կամ ով ինչ է ուզում ապացուցած լինել, միևնույն է հայոց եկեղեցում այն մարմինները, որոնք քննության առնելու իրավունք ունեն այս կամ այն եկեղեցականի ընթացքը, լինի դա սարգսակ, քահանա, վարդապետ, եպիսկոպոս, իրենք հարկ եղած դեպքում դա կանեն առանց որևէ մեկի ուղղորդման։ Մենք չգիտենք արդյոք Գրիգոր Լուսավորչի աթոռի 132-րդ գահակալի կուսակրոնության խախտման հարցը քննարկվել է ազգային եկեղեցական ժողովի կողմից, բայց մի բան հստակ է. հնարավոր է, որ կաթողիկոսը կամ այլ բարձրաստիճան հոգևորական ունենա երեխա եւ լինի կուսակրոն։ Այսինքն Փաշինյանի նշած զավակը, անգամ եթե գոյություն ունի, դա փաստ չէ կուսակրոնության ուխտի խախտման։ Տեր Արարատի խոսքով նման օրինակներ ոչ միայն անցյալում, այլև հիմա էլ կան։ Հնարավոր է հոգևորականը ամուսնանա, ունենա երեխա, ապա ամուսնալուծի ու տա կուսակրոնության երթում, եւ երթում տալուց հետո կարող է արդեն բարձրանալ աստիճանակարգություններով։ Հետևաբար ինչն է Փաշինյանին դրդում մոռանալ ավելի քան 1.5 հազարամյակի ընթացքում եկեղեցական ժողովների միջոցով ձևավորված ընթացակարգերը։ Եկեք հպանցիկ անցնենք նորագույն պատմության փուլերով, մասնավորապես 2018-ի հեղափոխությունից հետո։ Հոգևորականներից մի քանիսն անձամբ մասնակցել են ցույցերին։ Դա մասնավորապես այն ժամանակ էր, երբ Փաշինյանը եկեղեցու գործերին չխառնվելու դիրքորոշում ուներ։ Նույն 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժում էր նախաձեռնվել, որի ակտիվիստները իրավապահների թողտվությամբ գրավել էին վեհարանը։ Այնուհետև Վայոց ձորի թեմայցի ժամանակ նույն ակտիվիստների մի խումբ փակեց վեհափառի ճանապարհը, նույնիսկ քաշքշեց օձիքից։ Հետո իշխանության վարած քաղաքականության դեմ պայքարող Տեր Ղազարին ժամանակավորապես փիլոնազրկեց Արարատյան հայրապետական թեմը։ Պատճառը հոգևորականին ոչ հարիր պահվածքն էր։ Արդեն պատերազմից հետո եկեղեցին դեմ էր քաղաքական ղեկավարությանը։ 2020 թվականի դեկտեմբերին Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը։ 2024-ից Կիրանցում ձևավորված եւ Երևան հասած պայքարն առաջնորդում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, բայց հոգևորական ծառայությունից նա ազատվել էր այդ ժամանակ։ Իշխանության վարած քաղաքականության դեմ պարբերաբար խոսում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանը, իսկ անցած տարի արդեն կաթողիկոսին ուղղակի չթողեցին մասնակցել Սարդարապատի արարողակարգին, երբ հուշահամալիրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ, ովքեր որ իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ այն հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո։ Իսկ դատավորները ովքեր են։ Ստացվում է Ալեն Սիմոնյանի խոսքով եկեղեցականների քննադատությունները բերեցին եկեղեցու նկատմամբ այս վերաբերմունքին։ Չնայած սահմանադրությամբ խոսքի ազատություն է ամրագրված, թե ինչն է սասանում իշխանավորների հավատը, անգամ եթե բարձրաստիճան հոգևորականները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, հստակ չէ։ Միայն ասում են, բա չիմանանք որտեղ էր այդ ձեռքը մեր համբուրելուց առաջ։ Իմանան, չիմանան, իրավական դաշտում եւ եկեղեցական կանոնագրքերով պետությունը չի կարող կաթողիկոսին հեռացնել։ Դա արվում է բացառապես ազգային եկեղեցական ժողովի միջոցով։ Փաշինյանի այս վերջին նախաձեռնության թունելում հստակության լույս դեռ չի վառվում։ Սիմոն Հովանիսյան, Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Հայոց վեհարանը լռում է, բայց Սփյուռքում հայ եկեղեցու ներկայացուցիչները չեն զլանում իրենց անվերապահ աջակցությունը հայտնել հայոց հայրապետին։ Վեհափառը ի Հայաստան եւ Իսփյուռս ապրող ամբողջ հայ ազգի հայրապետն ու հոգևոր առաջնորդն է։ Հետևաբար Հայաստանի վարչապետի միանձնյա կամ քաղաքական շահերից բխող պահանջը իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից անընդունելի եւ վիրավորական է ամբողջ հայության հավատքի եւ հոգևոր արժանապատվության համար, հայտարարել է Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Իշխանության
եկեղեցու դեմ ուղղված քայլերի եւ Խորհրդային Միության բռնաճնշումների միջև զուգահեռներ անցկացնելով։ Սրբազանը մասնավորապես ընդգծել է. Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսի հրաժարականի պահանջը առաջացրել է խոր մտահոգություն թե հոգևոր եւ թե ազգային անվտանգության տեսանկյունից։ Նրա պնդմամբ ամենայն հայոց հայրապետը չի ընտրվում միայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության կմահաճույքով, այլ Հայաստանի եւ Սփյուռքի թեմերի հոգևորական եւ աշխարհական ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը նշանակում է, որ Սփյուռքն ունի բացառիկ դեր ու մասնակցություն։ Տաթև Սրբազանը նշել է, որ Փաշինյանի քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ազգային միասնության վրա։ Նաեւ զգուշացրել է, որ հակաեկեղեցական եւ ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագայում Սփյուռքում կձեռնարկվեն գործողություններ։ Աստծո եւ եկեղեցու դեմ դուրս եկողներն ու մարտնչողներն ի վերջո կործանվում են, նետվելով պատմության աղբանոց։ Այսպես է եզրափակել իր ուղերձը Տաթև Սրբազանը։ Հոգևոր դասից զատ Սփյուռքում ապրող հայոց եկեղեցու հավատավորները նույնպես որոշել են իրենց ձայնը լսելի դարձնել։ Վիրահայ գործիչները հայտարարել են, որ Թբիլիսիում Հայաստանի դեսպանության շենքի առջև հունիսի 12-ին ժամը 16:30-ին կանցկացվի բողոքի ցույց հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց խորագրով ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանության։ Եկեղեցի պետություն երկխոսության հակառակ կողմում հետևում ենք արտաքին քաղաքականության լուսավոր հեռանկարներին։ Երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Արցախից բռնի տեղահանված հայերի աջակցության ծրագրերին։ Միրզոյանն ու Ազուլեն քննարկել են նաև Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցության ուղղությունները 2026 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ին ընդառաջ, հաշվի առնելով տվյալ ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգալի փորձն ու մեխանիզմները։ Արարատ Միրզոյանը Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման եւ զարգացման մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին փոխանցել է բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Նշենք, որ 2017-ի հոկտեմբերից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Ֆրանսիայի ներկայացուցիչը, իսկ մինչև այդ Ազուլեն եղել է Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարը։ Ֆրանսիական Լազուրյան ափին շարունակվում է օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովը։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանը ստորագրել է ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման մասին համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ազգային սահմաններից դուրս, որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Հայաստանի հետ նույն օրը այս համաձայնագիրը միաժամանակ ստորագրել է 18 երկիր։ Այսպիսով ստորագրող կողմերի ընդհանուր թիվը 134-ն է։ Դատախազությունը նոր միջնորդություն է ներկայացրել ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու թույլտվության համար եւ ստացել այն։ Ըստ դատախազության Սեյրան Օհանյանը 2008-ից 2016 թվականներին զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը 10,500 քառակուսի մետր տարածքով հողահատված է զավթել եւ առանձնատուն կառուցել, 58 միլիոն դրամ կաշառք է ստացել եւ այլ ենթադրյալ ապօրինություններ է կատարել։ Արծվիկ Մինասյանն էլ ըստ դատախազության լինելով բնապահպանության նախարար միջոցներ չի ձեռնարկել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայթին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խափանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ստեղծելու փորձը։ Նրա խոսքով Իրանը երբեք այնքան հզոր, անկախ եւ ազդեցիկ չի եղել, որքան այսօր։ Այս հզորության հստակ նշաններից մեկը Իրանի արագ եւ վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին, երբ որոշ երկրներ փորձեցին Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով
Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որն ըստ էության կնշանակեր մասնատում եւ դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այս ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը, ասել է Վալայաթին։ Ըստ նրա, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ամեն ինչ պատրաստ է միջանցքը գործարկելու համար, սակայն հենց Իրանն է խանգարել այդ նախագծի իրականացմանը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության։ Կարողացել է պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խելացի դիվանագիտության միջոցով եւ կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը։ Միջազգային լրահոսի հարուստ գունապնակի առաջին գույնը Ռուսաստանն է։ Նախագահի օգնական եւ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Russia Today-ին հայտարարել է, որ եթե հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի եւ իրական խաղաղության շուրջ համաձայնություն չլինի, ապա Դոնբասը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդպիսի վիճելի տարածաշրջան կար։ Ղարաբաղը։ Այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի, որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն եւ դա կլինի մոլորակի վերջը եւ կվերջանա միջուկային պատերազմով։ Մենք չենք ուզում ունենալ պատերվակ, ստեղծել հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկը չի ճանաչել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սանձազերծվել։ Ուստի ուզում ենք լիակատար հաշտություն կնքել եւ ճանաչել նոր տարածքները, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղմ ասած բուռն է արձագանքել Մեդինսկու այս հայտարարությանը, նշելով իբր նա աղավաղել է փաստերը հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ եւ Ղարաբաղը ներկայացրել որպես վիճելի տարածք։ Գերատեսչությունը Մեդինսկուն մեղադրել է, որ նա չի իմացել, թե Ղարաբաղը իբր երբեք վիճելի տարածք չի եղել, հավելելով, որ Ռուսաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Բաքուն քննադատել է Մեդինսկուն ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ համեմատելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սովորության համաձայն նենգափոխել է իրականությունն ու նշել, թե իբր Ադրբեջանը երբեք ագրեսիվ պատերազմ չի վարել, իսկ 2020 եւ 23 թվականներին Ղարաբաղի վրա հարձակումները իբր հակաահաբեկչական միջոցառումներ էին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է այս ամենին, կոչ անելով Բաքվին համատեքստից չկտրել Դաշնության նախագահի օգնական Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին։ Պետք չէ համատեքստից կտրել գոյություն չունեցող թեզիսները եւ փոխել բառերի տեղերը։ Դրանց միանգամայն այլ նշանակություն տալով, նշել է գերատեսչության խոսնակը, Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես այդ տարածաշրջանը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Նա պարզաբանել է, որ Մեդինսկին խոսել է պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների եւ մարդկանց ցավի մասին։ Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-ից 19։ Հրամանատարամասշտաբային զորավարժությունները ստացել են անխախտ եղբայրություն անվանումը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևին հասցված գիշերային հարվածն անվանել է ամենախոշորներից մեկը վերջին շրջանում։ Ռուսական հարվածներն ավելի բարձր են, քան Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու Միացյալ Նահանգների եւ այլոց փորձերը, ասել է նա։ Հունիսի 10-ի գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիևի եւ Օդեսայի վրա։ Կիևի տվյալով հարձակվել է 315 դրոն։ Օդեսայում հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 13 մարդ։ Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատուն, շտապօգնության կայան, մասնավոր բուժկենտրոն, մարզական համալիր, կենդանաբանական այգի եւ երկաթուղային կայարան։ Կիևում վիրավորվել են բնակելի շենքեր, բիզնես կենտրոն, պահեստներ եւ երկաթուղի։ Զելինսկին կոչ է արել դաշնակիցներին համատեղ գործել ագրեսիան հետ մղելու համար։ Խաղաղության համար անհրաժեշտ է ուժեղ ճնշում Ռուսաստանի հանդեպ, ասել է Զելենսկին։ Մամուլը կարծես Թրամփ-Մասկ վիճաբանության գրակի վրա այլևս յուղ չի լցնում, բայց Թրամփին շարունակում է խոշորացույցի տակ պահել։ Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է ձերբակալել Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմին, եթե նա շարունակի խոչընդոտել դաշնային ջանքերին իր նահանգում։ Նյուսոմը Լոս Անջելեսի փողոցներում զորքերի ներկայությունը որակել է օրենքից դուրս եւ անբարոյական, ապա հայտարարել, որ դատի է տալիս դաշնային կառավարությանը։ Ի պատասխան Պենտագոնը ծովային հետևակի լրացուցիչ անձնական
կազմ է տեղակայել ամերիկյան մեգապոլիսում։ Դավիթ Գնջոյանը հաջորդիվ ներկայացվող ռեպորտաժում պատմում է նահանգներում եղած վերջին զարգացումների մասին, դիտենք։ Դոնալդ Թրամփի կառավարության եւ Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունների միջև հակամարտությունը սրվել է Լոս Անջելեսում ազգային գվարդիայի եւ ծովային հետևակայի տեղակայման պատճառով։ Թրամփը հայտարարել է, որ զորքերի տեղակայումը կարևոր էր կանխելու իր խոսքով բռնի եւ հրահրված անկարգությունները, որոնք կարող էին ավերել քաղաքը։ Նա քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին, նրանց անվանելով անգործունակ եւ պնդել, որ նրանք պետք է շնորհակալություն հայտնեին իրեն ճգնաժամը կանխելու եւ իբր մեգապոլիսը ոչնչացումից փրկելու համար։ Թրամփը նաեւ սպառնացել է ձերբակալել Նյուսոմին, եթե շարունակի խոչընդոտել դաշնային ջանքերին, մասնավորապես անօրինական միգրացիայի դեմ պայքարին։ Կալիֆոռնիայի իշխանությունները զորքերի տեղակայումը համարում են անօրինական եւ նահանգի ինքնիշխանության խախտում։ Նյուսոմը հայտարարել է, որ Թրամփի հրամանը ոչ միայն Կալիֆոռնիային է վերաբերում, այլև կարող է կիրառվել ցանկացած նահանգում։ Լոս Անջելեսի փողոցներում զորքերի ներկայությունը նա բնութագրել է որպես անօրինական եւ անբարոյական։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտնել է, որ նահանգը դատական հայց է ներկայացնում Թրամփի կառավարության կողմից ազգային զորքերի տեղակայումը չեղարկելու համար։ Բոնտան ընդգծել է, որ չկա արտաքին ներխուժում կամ ապստամբություն, որոնք կարող էին արդարացնել նման քայլերը։ Երկուշաբթի օրվա դրությամբ Լոս Անջելեսում տեղակայված էր ազգային գվարդիայի մոտ 1000 հոգանոց անձնակազմ, նախատեսված էր եւս 1000-ի տեղակայումը։ Բացի այդ, Պաշտպանության նախարարությունը Կալիֆոռնիայի անապատում գտնվող ռազմաբազայից Լոս Անջելես է ուղարկել 700 ծովային հետևակ զորքերին օգնելու համար։ Ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն ծովային հետևակայինները վերապատրաստվել են ամբողջի վերահսկման եւ լարվածության թույլատման համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նշել է, որ զորքերը քաղաքում են դաշնային անձնակազմը եւ շենքերը պաշտպանելու համար։ Լոս Անջելեսում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաները հանգեցրել են ոստիկանության հետ բախումների եւ վանդալիզմի դրսեւորումների։ Քաղաքի փողոցներում այրված մեքենաների մնացորդներ են։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ քաղաքապետարանի դիմաց արմիության առաջնորդ Դևին Ուերտայի ձերբակալության դեմ։ Ուերտան, որին ձերբակալել էին միգրացիոն ծառայությունները, ավելի ուշ ազատ էր արձակվել $50,000 գրավի դիմաց։ Քաղաքապետ Քարեն Բասը մտահոգություն է հայտնել, որ դաշնային միգրացիոն ծառայության գործողությունների ակտիվությունը կարող է ավելի սրել իրավիճակը։ Ծառայությունը հայտարարել է, որ կենտրոնացած է միգրացիոն օրենքների կատարման եւ անցավոր անցյալ ունեցող միգրանտների վտարման վրա, պատրաստ լինելով ձերբակալել օրինախախտ ցուցարարներին։ Նյուսոմը սոցիալական հարթակում դարձել կոչ արել չեղարկել զորքերի տեղակայման հրամանը եւ վերադարձնել վերահսկողությունը նահանգային իշխանությանը։ Ի պատասխան իրեն ձերբակալելու Թրամփի մտադրությանը, Նյուսոմը նշել է, որ նման սպառնալիքն աննախադեպ է Ամերիկայի համար։ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կոմոնս զգուշացրել է, որ ընդվզման ալիք կարող է տարածվել այլ քաղաքներում։ Դավիթ Գենջյան, Reopen Media։ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է եղել, զոհվել է 10 մարդ։ Ականատեսները նշում են, որ 30-ից 40 գրակոց է հնչել ըստ աղբյուրի, գրակոցները արձակողն ինքնասպան է եղել։ Նախնական տեղեկություններով նա դպրոցի աշակերտ էր։ Հրաձգությունը տեղի է ունեցել 2 տարբեր դասարանում։ Հարձակվողի նպատակները դեռ հայտնի չեն։ Հնդկաստանի կինոգործիչների ասոցիացիան ողջունել է Հնդկաստանի եւ Հայաստանի միջև մշակութային գործակցությունն ընդլայնելու վերաբերյալ Հնդկաստան-Հայաստան գործարար խորհրդի առաջարկը։ Ասոցիացիան ընդգծել է կինոն որպես միջազգային մշակութային դիվանագիտության եւ միասնության գործիք, օգտագործելու իր հանձնառությունը։ Հնդիկ կինոգործիչները մտադիր են Հայաստանում ֆիլմեր նկարահանելու նախագիծ ներկայացնել, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է նշում։ Եթե որոշել եք ամառը զովացնել շոկոլադե պաղպաղակին հատապտուղներ ավելացնելով, ինչպես ես եմ անում, մի լավ մտածեք։ Սննդի անվտանգության տեսչությունը կոչ է արել սպառողներին եւ վաճառողներին զերծ մնալ իր մատնանշած ընկերությունների արտադրանքի օգտագործումից եւ վաճառքից, օրենսդրական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Ընկերությունները պարտավոր են վերացնել հայտաբերված խնդիրները։ Հրաժարվել պաղպաղակից թե ոչ, մտածում եք դուք այս պահին, իսկ ես առաջարկում եմ հարցի հիմնավոր պատասխանները գտնել Անի Հովանիսյանի ռեպորտաժում։ Առանց պաղպաղակ ամառը պատկերացնել չի լինի, այն մեր մանկության սիրելի համերից է։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը ամեն տարի ամռանը խստացնում է վերահսկողությունը։ Վերջին լաբորատոր փորձարկումների արդյունքում շուկայում շրջանառվող մի շարք ընկերությունների պաղպաղակների մեջ հայտնաբերվել են ինչպես աղիքային ցուպիկի խմբի մանրեներ, այնպես էլ կատնայուղի զանգվածային մասի խախտումներ։ Խախտումներ արձանագրվել են Նայրիլենդ, Pinkberry, Marnik, Աշտարակ Milk, Grand Candy, Igit ընկերությունների արտադրած պաղպաղակների նմուշներում։ Անունները, որոնք որ կարդացել են, մարդիկ պետք է ապրանքը չառնեն։ Լիազոր մարմինը նաև այս հարցում է թերացել եւ չի տեղեկացրել, թե որ օրվա խմբականակումը հայտնաբերել է խնդիրը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե պարզապես պետք է հայտարարություն անի եւ աշխատանքի իմիտացիա ստեղծի, որ ինքը աշխատել է, որովհետեւ հենց հիմա դուք կարող գնաք խանութ
վերցնեք մի հատ պաղպաղակ, այդ պաղպաղակը վերցնեք, տանեք լաբորատորիա, 3 օր սպասեք, լաբորատորիան պատասխան տա, այդ արդյունքները հրապարակեք։ Դուք դրանով սննդի անվտանգության մասնակից չդառնաք։ Պիպոյանի կարծիքով, որքան ստուգում դինի, այնքան էլ խախտում կհայտնաբերվի, քանի որ Սաատումույում չեն ուսումնասիրում պատճառահետևանքային կապը եւ չեն վերացնում խախտումները։ Հենց այն սեզոնի արտադրությանը, երբ որ արտադրական ծավալները մեծանում են, հոստագծերի ծանրաբեռնվածությունը մեծանում է եւ ոչ պատշաճ է կազմակերպվում ախտահանության գործընթաց։ Փորձեցինք կապ հաստատել այն ընկերությունների հետ, որտեղ խախտումներ են հայտնաբերվել։ Grand Candy-ից ասացին, որ շուտով հաղորդակցություն կտարածեն։ Nairi-Land-ի աշտարակ Milky ու Pinkberry-ի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Կապվեցինք նաև Մարտիկ ընկերության տնօրենի հետ։ Նա չհրաժարվեց հարցազրույց տալ։ Փորձեցինք նաև արտադրական գործընթացը նկարահանել, բայց տարածքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ էին տարվում։ Մեր մոտ ահագին բան ավտոմատացված չի եւ ձեռքով շատ բաներ է արվում։ Ամենաշատը արվում է հենց այդ կեսկիլոյանոցի հետ, որտեղ որ ասենք կապարիչների վրա այդ բան խփելու process-ը, ասենք ակցիզները խփելու, դրոշմա պիտակները խփելու ընթացքում սեղանը, որի վրա աշխատում են, սեղանը ճիշտ է անդադ մաքրում են ախտանում, բայց ցանկացած պահի ինչ որ մեկը եթե, չգիտեմ, փռշտա կամ ինչ որ մի կրող լինի, միկրոբի կարող անցնի, մենք սերտիֆիկացիա ենք անցնում, մենք տալիս ենք ինչ որ լաբորատորիաների, իրանք ստուգում են, դրա հիման վրա մեզ տալիս են սերտիֆիկատ եւ մինչեւ հիմա ամեն ինչը նորմալ է եղել։ Մարտիկի տնօրենը եւս մի խնդիր մատնանշեց։ Սաատման հաճախ իր խախտումների մասին հայտարարություններում ոչ տեղին ընդհանրացումներ է անում։ Ընդհանրացնում են ու ասում են, որ մեր մոտ էլ է 1-ից 20%-ն է յուղային մասայի մեջ կատնայուղ, երբ որ մեր մոտ 100%-ն է կատնայուղը, ուղղակի կոմպետենտ չէ։ Չէ, որտեվ ասենք այդ բանը հնարավոր չի չտեսնել։ Պաղպաղակը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև անվտանգ։ Մինչ ապրանքները շարունակում են տեղ գտնել խանութների սառնարաններում, սպառողին մնում է միայն իր հույսը, սեփական տեղեկացվածության վրա։ Իսկ երբ վերահսկող մարմինները ուշ են արձագանքում, պատասխանատվությունն էլ է ընկնում այնտեղ, որտեղ չպետք է լինի, սպառողի ուսերին։ Անի Հովանիսյան, Գևորգ Սյանոսյան, Rio-Pan Media։ Թողարկման հաղթական ակորդը սպորտային աշխարհից է։ Հունահռոմեական ոճին բիշներ 48 կիլոգրամ Մարտին Մանջիկյանը եւ 65 կիլոգրամ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալների համար։ 55 կիլոգրամ քաշային Վազգեն Մնացականյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Այժմի լրահոսը սպառված է Renews-ի աշխատանքին ուղիղ եթերում հետևեք ժամը 18-ին, մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, ամենօրյա թարմացումներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքեջում։ Ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին կարող եք հետևել գլխավոր թողարկումից հետո համապատասխանաբար ժամը 22-ին եւ 23-ին։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչեւ հանդիպում։